Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ առողջ ենք, կենդանի ենք, կարող ենք գալ իր Սուրբ ոտքի մոտ եւ սորել իրենից։ Թող Աստված մեզ օգնի, իր Սուրբ Հոգին տա, խոնարհեցնի մեր սիրտը, որպեսզի ուշադիր լսենք, ճիշտ հասկանանք եւ Աստծո շնորհքով իրագործենք մեր կյանքում մեր փրկության համար։ Հիսուսի անունով բոլոր խնդրեցի, Փառքորը որդին եւ Սուրբ Հոգին այժմ շարեցյան դայրում։ Ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակը մենք ուսումնասիրում ենք Հովհաննեսի ավետարանը, այսօր վերջին դասն է, վերջին գլուխն ենք հասել 21-րդ։ Եվ ան կոչվում է վերջաբան, ճանաչելով Հիսուսին եւ նրա խոսքը։ Հիշելու համարն է Հովհաննես 5:39։ Դուք քննում եք Սուրբ Գիրքը, կարծելով, թե դրա մեջ գտնելու եք հավիտենական կյանքը, սակայն դա էլ վկայում է իմ մասին։ Այսինքն դուք ուզում եք հավիտյան կյանք ունենալ եւ դրա համար Սուրբ Գիրքն եք կարդում, ճիշտ եք անում, եւ այդ Գիրքը վկայում է իմ մասին։ Այսինքն Հիսուսի միջոցով է լինում հավիտենական կյանքը։ Թեև աշակերտները Հիսուսի հետ էին ավելի քան 3 տարի, նրանք դեռևս բոլորովին պատրաստ էին Հիսուսի խաչելության ու հարությանը, թեև Հիսուսը նրանց անդադար ասում էր, թե ինչ է լինելու։ Ցավոք նրանք չէին հասկանում այն, ինչ ասում էր նա, որտեղ իրենց այդ լուրը դուր չէր գալիս։ Երբ որ մարդուն լուրը դուր չի գալի, ինքը ենթագիտակցաբար չի ուզում ընդունի։ Միականջից մտման մյուսից դուրս է գալիս։ Մենք այսօր կարող ենք նույն բան անել ու վտանգի տակ լինել, լսել կամ նույնիսկ կարդալ Աստծո խոսքը, սակայն չունկնդրել այդ խոսքերին, չմնալ խորքում եւ չհնազանդվել դրան։ Հայտնություն գիրքը ասում է երանի այս խոսքը լսողներին եւ անողներին։ Միայն լսելով փրկություն չկա։ Աստծո շնորհքով մենք պիտի կատարենք Աստծո Սուրբ խոսքը։ Սուրբ Գիրքը նրանով է տարբերվում այլ գրքերից, որ քեզ կանեցնում է որոշման առջև։ Մյուս գրքերը կարող է կարդալ եւ անցնել։ Կարող է դուրներդ գալ, չգալ, ինչ որ չափով ազդել ձեր վրա, բայց Սուրբ Գիրքը միակ գիրքն է, որ մեզ վրա պատասխանատվություն է դնում, որ մեզ որոշման առաջ է կանգնեցնում։ Եվ այսինքն չընդունել այն որպես լույս, որը պետք է առաջնորդի մեր մտքերն ու գործողությունները։ Մենք կարող ենք կարդալ, բայց չընդունել այն որպես լույս։ Սա ցավոք այն վիճակն է, որի մեջ թերևս ակամա չափազանց շատ քրիստոնյաներ են հայտնվում։ Եվ սա շատ կարևոր է ոչ միայն եկեղեցի հաճախողների, չհաճախողների, այլև հաճախողների համար, ոչ միայն չկարդացողների, այլ ավելի շատ էլ կարդացողների համար։ Սուրբ Գիրքը ամեն մի տեղեկություն տալիս է մեզ, որպեսզի մենք կարողանանք սուրբ կյանք վարել, եւ ինչու է, որ այդքան մարդիկ կարդում են, բայց այնուամենայնիվ չկա այն սրբությունը, որից մեզ սպասում է Աստված։ Կարդանք Հովհաննես գրքի 21-րդ գլխի 1-ից 19 համարները։ Դրանից հետո Հիսուսը Տիբերիա լճի ափին դարձյալ հայտնվեց իր աշակերտներին եւ հայտնվեց այսպես. Սիմոն Պետրոսը, Թովմասը, երկորյա կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, Զեբեդեոսի որդիները եւ աշակերտներից եւս երկուսը միասին էին։ Այսինքն Հիսուսը չկար, նրանք հիասթափված էին եւ որոշել էին անցնել իրենց հին կյանքին, իրենց հին գործին։ Սիմոն Պետրոսն ասաց նրանց. գնում եմ ձուկ որսալու։ Նրան ասացին. մենք էլ ենք քեզ հետ գալիս։ Նրանք ելան եւ նավ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Երբ արդեն առավոտ էր, Հիսուսը լճափին կանգնած էր, սակայն աշակերտները այն չճանաչեցին, այդժամ Հիսուսն ասաց նրանց. տղաներ, արդյոք ուտելու բան ունեք։ Նրանք պատասխանեցին. ոչ։
Իսկ նա ասաց նրանց. «Օրկանը նավի աջ կողմը գցեք եւ կգտնեք»։ Նրանք գցեցին եւ ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ Արդ այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, Պետրոսին ասաց. «Տերն է», այսինքն Հովհաննեսը։ Սիմոն Պետրոսը հենց լսեց, որ Տերն է, հագուստն իր վրա գցեց, որովհետև մերկ էր եւ ջրի մեջ նետվեց։ Իսկ մյուս աշակերտները ձկներով օրկանը քաշելով նավակով եկան, քանի որ ցամաքից հեռու էին մոտ 200 կանգուն։ Եվ ցամաքել անտեսան վառած ածուխի մի կրակատեղ, վրան ձուկ ու հաց դրված։ Հիսուսն ասաց նրանց. «Բերեք այն ձկներից, որ հիմա որսացիք»։ Այդ ժամ Սիմոն Պետրոսը նա մտավ եւ ցամաք հանեց օրկանը 153 հատ մեծ ձկներով լեցուն, թեև այդքան ձուկ կար, բայց օրկանը չպատռվեց։ Հիսուսն ասաց նրանց. «Եկեք ճաշեք»։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակում հարցնել. «Դու ով ես», որովհետև գիտեն, որ Տերն է։ Հիսուսը եկավ, վերցրեց հացն ու նրանց տվեց նույնպես եւ ձուկը։ Այս երրորդ անգամն էր, որ մեռելներից հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր աշակերտներին։ Երբ ճաշեցին, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ ավելի քան դրանք»։ Ուրեմն այս դասը ինչ է ցույց տալիս։ Այս հատվածը ինչ է մեզ ասում։ Նրանք ուրեմն որոշեցին ձկնորսություն անել, հիասթափված էին, բայց այդտեղ էլ բախները չբերեց, ոչ մի ձուկ չորսացի։ Եվ Հիսուսը սա ինչ է ցույց տալիս, որ Հիսուսի մեջ է մեր օրհնությունը, թե մեր աշխարհի գործի մեջ, այսինքն հանապազորյա հացը մեր աշխատելու մեջ, թե հոգևոր գործի մեջ։ Առանց Հիսուսի չկա իրական օրհնություն։ Եվ նորից Հիսուսը, ինչպես Ղուկասի մեջ, այս ամենը երբ որ տեսավ, այդ դեպքը երբ որ տեղի ունեցավ, Հովհաննեսը ինչպես իմացավ, որ դա Հիսուսն է, որտեղ հիշեց այն դեպքը, որտեղ սկզբից էլ Հիսուսը նույն բանը արեց, կարդանք Ղուկաս 5-րդ գլուխ, օրը երբ ժողովուրդը անոր բոլոր տիքը դիզվեցավ Աստծո խոսքը լսելու համար, 5 Գենեսարեթի ծովակի քով կեցեր էր, տեսավ երկու նավեր, որոնք ծովակին քով կեցեր էին, եւ ձկնորսները անոնց մեջ էին ելան, ուրկանները կլվային։ Ինք այն նավերեն մեկուն մեջ մտավ, որ Սիմոնին էր, եւ աղաչեց անոր, որ քիչ մը ցամաքեն ծովուն մեջ տանի եւ նստելով նավուն մեջ են ժողովրդին կսորվեցներ։ Երբ խոսել են դարձրեցավ ասավ Սիմոնին. «Առաջ տար նավը, գետի խորունկը եւ ուրկաններից ձգեցեք ձուկ որսալու»։ Սիմոն պատասխան տալով ասավ անոր. «Վարդապետ, բոլոր գիշերը աշխատեցանք ու բանը չբռնեցինք, բայց քո խոսքիդ համար ուրկանը կձգեմ»։ Երբ ասված ըրին, խիստ շատ ձուկեր ժողվեցին, անանք, որ իրենց ուրկանը կպատռտեր։ Եվ ուրեմն մյուս նավերից եկան իրենց օգնեցին, երկու նավերն էլ լեցուցին, գրեթե ընկղմելու մոտ էին։ Սիմոն Պետրոս երբ տեսավ Հիսուսին ծունկերուն ընկավ, ոսավ. «Տեր, իմ փողես մեկնի գնա, քանզի ես մեղավոր մարդ մնեմ»։ Վասնզի ապշությունը պատեցանիկա եւ անհրաժեշտ եղող ամենքը իրենց բռնած ձուկերուն շատության համար։ Բայց Հիսուսը ինչ ասեց Սիմոնին. «Մի վախնար, ասկե ետև մարդոց որդիներ, մարդոց որսորդ պիտի լաս»։ Նավերը ցամաք հանելով ամեն բան թողուցին ու անոր ետևեն գացին։ Այսինքն Հիսուսը եւս մի անգամ այս հրաշքը գործեց նրանց համար, եւ այս անգամ արդեն Պետրոսը չզարմացավ, հասկացավ, որ Հիսուսն է, եւ Հիսուս իրենց համար ընթրիք էր պատրաստել եւ ասեց. «Եկեք ճաշեք»։ Եվ երբ որ նրանք ճաշեցին, արդեն մի ուրիշ բան կար,
որ Հիսուսը պետք է աներ։ Ուրեմն այն ժամանակ Հիսուսի խաչվելուց առաջ Պետրոսը ասել էր, որ ով էլ քեզ ուրանա, ես չեմ ուրանա, բայց Հիսուսը նրան ասեց, որ դու 3 անգամ ինձ ուրանալու ես, եւ այդպես էլ եղավ։ Հիմա եկել է ժամը, Պետրոսը ապաշխարել էր, եւ հիմա եկել է ժամը, որպեսզի Պետրոսի կարգավիճակը վերականգնվի, որպես առաջնորդ եկեղեցու։ Իհարկե հարգանքը երևի քչացել էր ընկերների մոտ, դրա համար Հիսուսը հնարավորություն տվեց, կարծես թե Պետրոսին նորից վերականգնելու իր կարգավիճակը։ Երբ ճաշեցին, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ ավելի քան դրանք»։ Պետրոսը նրան ասաց. «Այո, Տեր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Այս անգամ արդեն խոնարհությամբ է պատասխանում Պետրոսը։ Ինքը լավ գիտի, որ եթե ինքը իր վրա հույս դնի, իր զգացումների, իր վրա կխորտակվի։ Եվ հիմա գիտեր, որ իր հույսը Տիրոջ վրա է, ոչ թե իր, ասում է Տեր, դու գիտես։ Նրան ասաց. «Արածեցրու իմ գառներին»։ Երկրորդ անգամ նրան հարցրեց. «Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ»։ Պետրոսը նրան պատասխանեց. «Այո, Տեր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Նրան ասաց. «Արածեցրու իմ ոչխարներին»։ Երրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ»։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն. «Սիրում ես ինձ»։ Եվ պատասխանեց նրան. «Տեր, դու ամեն ինչ գիտես, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Հիսուսն ասաց նրան. «Արածեցրու իմ ոչխարներին»։ Ուրեմն 3 անգամ էր Պետրոսը ուրացել Հիսուսին եւ 3 անգամ էլ Հիսուսը հնարավորություն տվեց նրան դավանելու։ Շատ մարդիկ կան, որ ասում են, եթե մեկը քեզ դավաճանում է, ուրանում է, էլ մի հավատա նրան, էլ հնարավորություն մի տուր նրան, բայց Հիսուսը դա չի սովորեցնում մեզ։ Ինքը սովորեցնում է մեզ, որ մենք նորից հնարավորություն տանք մարդուն, որտեղ Հիսուսը լավ գիտեր, որ այդ մարդը ապաշխարել է։ Այսինքն այն մարդը, որ սխալվել է, հետո ապաշխարել է, ավելի վստահելի է, քան թե այն մարդը, որ դեռ չի գիտակցում իր մեղավոր լինել։ Այդ մարդը ամեն րոպե կարող է ընկնել, բայց նա, ով արդեն ընկել է եւ վեր է կացել, այդ մարդը արդեն քիչ վտանգի մեջ է ընկնելու, որտեղ արդեն շատ զգույշ կլինի։ Սա մեծ տարբերություն է եւ դրա համար եթե մեր հնարավորությունների մեջ է, մենք կարող ենք նորից մեր եղբայրներին ու քույրերին հնարավորություն տալ վստահություն ցույց տալ նրանց, այսինքն որ մենք վստահում ենք, որպեսզի կարողանան վերականգնել իրենց կարգավիճակը։ Եվ հետաքրքիր է, որ Հիսուս առաջին 2 անգամ օգտագործում է ակաբեո բայը, բայց Պետրոսը իրեն պատասխանում է ֆիլեո բառով, որ նշանակում է ընկերական սեր, այսինքն կարծես թե Հիսուսը ասում է դու ինձ սիրում ես, եւ Պետրոսը պատասխանում է այո, դու ինձ թանկ ես, իմ համար թանկ ես։ Այսինքն էլ բարձրագոչ բառեր չի ուզում օգտագործել Պետրոսը, որտեղ լավ է հասկացել, որ մարդը ինչքան մեղավոր է եւ ամեն վայրկյան կարող է ընկնել։ Դժվար կլիներ բացատրել Պետրոսի կարևոր լինելը, եթե Հիսուսը մյուս աշակերտների ներկայությամբ նրան չվերականգներ ծառայության մեջ։ Եվ
Հենց այս խոնարհությունն է հաստատում Հիսուսը, որը վճռորոշ է դառնում Պետրոսի ծառայության վերականգնելու համար։ Խոնարհությունը անկասկած ծառայության կարևոր որակներից է, քանի որ այնուհետև ուշադրությունը այն դարձնում է Հիսուս Քրիստոսի վրա, այլ ոչ թե իր եսի։ Կան մարդիկ, որ քարոզում են եւ իրենց եսն է ամբողջ այդ քարոզի մեջ դուրս գալը։ Ցավալի է, քարոզի մեջ պիտի լինի Հիսուսի անունը, Հիսուսի անունը պիտի փառավորվի, այլ ոչ թե մարդու, այլ ոչ թե մարդու եսը։ Պետրոսի վերականգնումը եւ նրա դերը որպես վաղ եկեղեցու առաջնորդ ամենաուժեղ ապացույցներից մեկն է, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից։ Շարունակենք կարդալ Հովհաննես 21 գլուխ 20-ից 22 համարները։ Կամ 18-ից, երբ որ Հիսուսը շարունակում է Պետրոսին ասել. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, երբ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում եւ գնում էիր ուր որ կամենայիր, բայց երբ ծերանաս, ձեռքերդ կբարձրացնես եւ ուրիշը գոտիդ կկապի ու քեզ կտանի այնտեղ, ուր որ չես կամենա»։ Այս ասած ցույց տալով, թե ինչպիսի մահով նա պիտի փառավորի Աստծուն։ Այս ասելուց հետո ասաց նրան. «Արի իմ հետևից»։ Ապա Պետրոսը շրջվեց եւ տեսավ, որ իրենց հետևից գալիս է այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, եւ որն ընթրիքի ժամանակ նրա կրծքով ընկել ու ասել. «Տերով է, որ մատնելու քեզ», այսինքն Հովհաննեսը։ Պետրոսը նրան տեսնելով Հիսուսին ասաց. «Տեր, իսկ սրան ինչ է լինելու»։ Այսինքն Հիսուսը մարգարեացավ իր մահվան մասին եւ հիմա Պետրոսը ուզում է Հովհաննեսի մասին իմանալ։ Հիսուսը նրան ասաց. «Եթե ես կամենեմ, որ դա մնա մինչև որ ես գամ, քեզ դրանից ինչ, դու արի իմ հետևից»։ Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ, թե իբր այդ աշակերտը չի մեռնելու, բայց Հիսուսը չասաց նրան, թե չի մեռնելու, այլ եթե կամենում եմ, որ դա մնա, մինչև որ ես գամ, քեզ դրանից ինչ։ Այսինքն այլ խոսքերով ասած, Պետրոս, ես քեզ գործ եմ հանձնարարում, դու այդ գործին հետևի, թե Հովհաննեսի հետ ինչ կլինի, կամ այն մյուսի հետ, այն մյուսի հետ, դա արդեն քեզ չի վերաբերվում։ Դա իմ եւ իրանց միջև է։ Դու կենտրոնացիր քո գործը անելու համար։ Եվ սա այն աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին եւ որն էլ դրանք գրեց ու գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։ Բայց ուրիշ շատ բաներ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրված լինեն, կարծում եմ, թե աշխարհն էլ բավական չէ լինի այդ գրքերը պարփակելու, այսինքն խոսքը գնում էր Հովհաննեսի մասին։ Ուրեմն մարդիկ սխալ հասկացան, թե ինչ նկատի ունի Հիսուսը եւ կարծում էին, թե Հովհաննեսը չի մեռնելու, բայց տարիներ անցնում էր եւ Հովհաննեսը իր բնական մահով մեռավ, բայց Հիսուսը կարող է այստեղ նկատի ունենալ նաեւ այն, որ Հովհաննեսը երբ աքսորի մեջ էր Պատմոս կղզում, Հիսուսը նրան տեսիլքով ցույց տվեց իր երկրորդ գալուստը։ Այսինքն իրականում Հովհաննեսը տեսավ Քրիստոսի երկրորդ գալուստը, նոր մահացավ։ Ուրեմն Հիսուսի կամքի խնդիրն է, թե ում հետ ինչ կլինի, այլ ոչ թե մարգարեության մասին, թե ինչ է լինելու։ Հիսուսի այլ ոչ թե մարդկանց վրա կենտրոնանալու գաղափարը զորեղ առաջնորդություն է շաբաթվա դասի հետագա ընթացքի համար։ Հիսուսը եւ միայն Հիսուսն է մեր փրկիչը։ Մարդիկ անխուսափելիորեն կհիասթափեցնեն ձեզ, գուցե նույնիսկ ցավ կպատճառեն։ Կարդանք Հովհաննես գլխի 1-ից 4 համարները, այսինքն Հովհաննես գրքի առաջին գլխի 1-ից, այսինքն 4-ից 10 համարները։ Շատ են կարդացել, մի անգամ էլ կարդան. «Կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց լույսն էր, եւ լույսը խավարի մեջ լուսավորում, իսկ խավարը նրան չտիրեց։
Կար մի մարդ ուղարկված Աստծո կողմից եւ նրան Հովհաննես էր, նա եկավ որպես վկա լույսի մասին վկայելու, որ նրա միջոցով բոլորը հավատան։ Նա լույսը չէր, այլ եկել էր լույսի մասին վկայելու։ Ճշմարիտ լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։ Նա աշխարհի մեջ էր եւ աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Կամ էլ չուզեցավ ճանաչել եւ չուզեցավ ընդունել։ Ցավոք։ Հովհաննես 3:19-21 համար Եվ ահա այս է դատաստանը, լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին, որովհետև յուրաքանչյուր ոք, ով շարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել։ Նաև կարդանք Հովհաննես 5:35 համարը։ Հովհաննեսը այն վառվող ճրագն էր, որ լույս էր տալիս, եւ դուք ցանկացաք միաժամանակ նրա լույսով ուրախանալ, բայց իսկական լույսը չընդունեցիք։ 8:12 համար արդ Հիսուսը նորից խոսեց նրանց հետ եւ ասաց. Ես եմ աշխարհի լույսը։ Ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի։ Եվ բազմաթիվ նման համարներ կա։ Աշխարհը խավարի մեջ է, այն խուսափում է լույսից եւ չի կարող ինքնուրույն գտնել ճանապարհը դեպի ճշմարիտ Աստվածը, արարչագործության, հայտնության ու փրկագնման անձնական Աստվածը։ Դարերի փափագ H 412 Մարդկությունը երբեք չի կարող ինքնուրույն հասնել աստվածային գիտության։ Նա երկնքի բարձրությունն ունի, ինչ կանես դու, դժոխքից խոր է նա, ինչ կհասկանաս։ Հոբ 11 Միայն որդեգրության հոգին է կարող է հայտնել մեզ Աստծո խոր բաներ, այսինքն Սուրբ Հոգին, որոնք աչք չտեսավ եւ ականջ չլսեց եւ մարդի սիրտ չընկավ։ Եվ առաջին White-ը մեջ է բերում առաջին Կորինթացիս 2-րդ գլխի 9 համարները։ Բայց մեզ հայտնեց Աստված իր հոգով, որտեղ հոգին ամեն բաները քննում է եւ Աստծո խորքն է։ Միայն Հիսուս Քրիստոսն է նրա հոր մասին հայտնել։ Մենք այդ մասին արդեն խոսել ենք, որ Հիսուս Քրիստոսը Աստծո տեսանելի կերպարն է, հոր Աստծո տեսանելի կերպարն է։ Միայն նրա միջոցով մենք իրապես կարող ենք ճանաչել Հայր Աստծուն։ Այժմ կարդանք Հովհաննես 8-րդ գլխի 42-ից 44 համարները։ Հիսուսը նրանց ասաց. Եթե Աստված ձեր հայրը լիներ, ինձ կսիրեիք, որտեվ ես Աստծուց ելա ու եկա, հրեաներին է ասում, հրեա առաջնորդներին։ Ես ինքս ինձ չեկա, այլ նա ինձ ուղարկեց։ Դուք իմ խոսքերն ինչու չեք հասկանում, որտեվ չեք կարողանում իմ խոսքը լսել։ Ձեր ունեցած հայրը սատանան է, եւ ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից եւ այդ մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որտեվ նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որտեվ ստախոս է եւ կեղծիքի հայրը։ Հիսուսը ճշմարտությունն է, սատանան ստախոս եւ կեղծիքի հայր։ Եվ կրոնական առաջնորդներին Հիսուսը ասում է. Դուք սատանայից եք, ձեր հայրը սատանան է։ Եթե Հիսուսը այսօր երկրի վրա լիներ, շատ կրոնական առաջնորդների նույնը կասեր։ Կասեր, որ դուք ձեր հայր սատանայի բաղձանքն եք կատարում։ Ձեր եք անում, թե իբր թե Աստծուն եք, պաշտում ու ծառայում։ Ցավոք սա է ճշմարտությունը։
Նրանք, ովքեր ճշմարտության մեջ չեն կանած, խոսում են հիմնվելով իրենց սեփական տեսակետների վրա։ Նրանք տեքստի իմաստը, այսինքն Աստվածաշնչի, հասկանում են միայն մարդկային տեսանկյունից, շակերտների մեջ հասկանում են։ Ի հակադրություն մենք պետք է ընդունենք, որ Քրիստոսն աշխարհի լույսն է եւ հետևենք նրան իր խոսքի մեկնաբանության մեջ։ Այսինքն մարդիկ կան, ունեն ծրագրեր, ունեն ցանկություններ, փափագներ եւ Աստծո խոսքը կարդում են եւ այնպես են աղավաղում, որ համընկնի իրենց ցանկությունների, փափագների ու նպատակների հետ։ Բայց այդպես չպիտի լինի, որովհետեւ Աստվածաշունչը ինքը իրեն մեկնաբանում է եւ բացատրում է։ Եվ եթե կարդանք Տիմոթեոս 3:16, ինչ է ասում Աստվածաշունչի վերաբերյալ։ Բոլոր գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության մեջ խրատելու համար։ Այսինքն մենք կարդում ենք Աստվածաշունչը, որպեսզի հանդիմանվենք, շտկվենք, առաջինը սովորենք, հանդիմանվենք, շտկվենք եւ արդար մարդ դառնանք։ Ոչ թե կարդանք եւ մեր ուզածի պես մեկնաբանենք։ Այսինքն իրականում Աստվածաշունչի Աստծո խոսքում կփոխվի, որ խոնարհ սրտով է մոտենում, որ գիտի, որ ինքը սխալական մարդ է եւ ուզում է ճիշտը սովորել, այլ ոչ թե իր մեղավոր ցանկությունները արդարացնելու համար։ Եթե մենք զգույշ չլինենք եւ հավատով ու հնազանդությամբ չհանձնվենք Աստծուն, նույն բան անելու վտանգի մեջ կհայտնվենք, կկարդանք տեքստը հիմնվելով բացառապես մեր սեփական պահանջմունքների, ցանկությունների ու հեռանկարների վրա, ինչը շատ ավելի հեշտ է, քան կարող ենք պատկերացնել։ Զգույշ լինենք, թե ինչ նպատակով ենք կարդում Աստծո խոսքը մեր մեղքերը արդարացնելու համար, թե կարդալու, ճիշտը սովորելու, ապաշխարելու, հանդիմանվելու, ապաշխարելու եւ շտկվելու համար։ Հովհաննես 4:46-ից 54 համարները մենք սա ուսումնասիրել ենք այն մասն է, որ Հիսուսը եկավ Կանայի քաղաքը եւ ասում է թագավորի պաշտոնյաներից մի մարդ կար, որի որդին Կափառնայում հիվանդ էր։ Նա լսելով, որ Հիսուսը Հուդայից Գալիլեա եկավ նրա մոտ եւ խնդրում էր, որ Կափառնայում իջնի եւ իր որդուն բժշկի, որտեղ մահամերձ էր։ Հիսուսն նրան ասաց. եթե նշաններ ու ուրախներ չտեսնեք, չեք հավատա։ Մենք սա մի անգամ ուսումնասիրել ենք, մի հատ էլ կրկնենք, այսինքն այս մարդը որոշել էր, որ եթե Հիսուսը իր որդուն բժշկի, ինքը կհավատա Հիսուսին, եթե ոչ։ Բայց մենք այն ժամանակ ասենք եւ հիմա էլ կրկնենք, որ սա սխալ մոտեցում է։ Հիսուսը միշտ ասում է. հավատա եւ կբժշկվես, հավատա եւ կստանաս, հավատա, այսինքն առաջինը պիտի հավատը գա, հետո նոր արդյունքը, ոչ սկզբում արդյունքը, հետո հավատքը։ Սա սխալ մոտեցում էր եւ այս մարդը հասկացավ իր սխալը եւ ասաց. Տեր իջիր, քանի դեռ որդիս չի մեռել։ Հիսուսը նրան ասաց. Հիսուսը տեսավ, որ ինքը հասկացավ եւ ասաց. գնա, քո որդին կենդանի է։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց։ Դեռ չէր տեսել, որ որդին բուժվել է, բայց ինքը հավատաց։ Եվ մինչ նա իջնում էր, նրա ծառաներն ընդառաջելա նրան, ավետից տվեցին ու ասացին. քո որդին կենդանի է, իսկ նա հարցրեց նրանց, թե որ ժամին սկսեց ապաքինվել, եւ նրան ասացին. 3-7 ժամին տենդը նրան թողեց։ Այդ ժամ հայրը հասկացավ, որ դա նույն ժամն էր, երբ Հիսուսն իրեն ասաց. քո որդին կենդանի է, եւ հավատացին ինքը եւ իր ամբողջ ընտանիքը։ Ինքը արդեն հավատացել էր եւ ինքը պատմեց, որ հենց այդ նույն ժամին Հիսուսը իրեն ասեց եւ որդին բուժվել է եւ իր ամբողջ ընտանիքն էլ հավատաց։ Սա իր ճորտ հրաշքն էր, որ Հիսուսը գործեց, երբ Հուդայից եկավ Գալիլեա։ Ուրեմն հիշենք այս մոտեցումը, որ մենք Աստծո խոսքին պետք է հավատքով մոտիկանանք, ոչ թե քննադատական։ Եթե մենք քննադատական մոտենանք, գիտեք, ընդհանրապես
յուրաքանչյուր գիրք էլ վերցնես, յուրաքանչյուր խոսք էլ վերցնես, կարող ես քննադատել, անպայման եթե մարդը քննադատական հոգի ունի, ինքը մի բան կգտնի ու կքննադատի։ Եվ եթե մեկը խոսա մի քանի հոգի լսեն, հետո առանձին այդ մարդկանց հարցնես, ասես ինչի մասն է խոսում, այս մարդը ամեն մեկը տարբեր բաներ կասի։ Գիտեք ինչի, որտեվ ամեն մեկը ուզում էր լսել այն, ինչ որ ուզում էր։ Եվ դա սուբյեկտիվ կարծիքներ են, կա օբյեկտիվ։ Այս մարդը, խոսող մարդը, ինքը օբյեկտիվորեն գիտի, թե ինքը ինչ էր ուզում ասել։ Եվ իրենից պետք է հարցնել իր ասածը ինչի մասին էր։ Նույն այստեղ Սուրբ Հոգու միջոցով է գրվել այս գիրքը, մենք Սուրբ Հոգուց պիտի հարցնենք, թե ինչի մասին է այս գիրքը, այլ ոչ թե մեզանից եզրակացություններ անենք։ Եվ նույն է գիրքը, երբ որ կարդում են մարդիկ, այդ նույն գրքի մասին հարցնես մեկին ուրիշ ձևով կներկայացնի, այն մյուս ուրիշ ձևով, որտեղ նայած թե մարդը ինչի վրա է կենտրոնացած, այդ գիրքը կարդալուց էլ կենտրոնանում է իրեն հետաքրքրող հարցերի շուրջ, ոչ թե այն նրա վրա ինչ ուզում էր կիսվեր գրողը, ինչի մասին ուզում էր կիսվեր գրողը, եւ նույն ձևով ինչ է 4 հատ ավետարան, որտեղ ամեն մի ավետարանիչը ներկայացրել է ավետարանի մի կողմը, եւ դա միասին հավաքվել է եւ դարել է ամբողջ պատկերը ավետարանի։ Բայց մարդկային գաղափարները, ուրեմն կարելի ասել, որ այս մարդու աստվածաբանությունը ներքևից է, այսինքն այդ ձևի աստվածաբանությունը կանոններ ու չափանիշներ է սահմանում Աստծո եւ նրա խոսքի համար։ Փոխանակ մարդիկ իրենք հնազանդվեն Աստծո դրած կանոններին եւ չափանիշներին, իրանք չափանիշ ու կանոն են ստեղծում Աստծո խոսքի համար։ Մարդկային գաղափարները որքան էլ թերի, սահմանափակ ու անձնական դառնում են Աստծո խոսքը մեկնաբանելու վերջնական հեղինակություն նրանց համար, ովքեր չեն ուզում ճշմարիտ Աստծո խոսքը ընդունել, ինչ վտանգավոր թակարդի մեջ կարելի է ընկնել։ Աստվածաբանությունը վերևից ընդհակառակը հավատով է արձագանքում առաջին հերթին Աստծուն եւ նրա խոսքին։ Հավատով ընդունելու դեպքում Աստվածաշունչը դառնում է իր իսկ մեկնաբանը եւ դառնում է հավիտենական կյանքի աղբյուր մեր մեջ։ Գրքի աշխարհայացքը այլ ոչ թե դարաշրջանի փիլիսոփայությունը, գիրքը հասկանալու եւ մեկնաբանելու ուղեցույցն է։ Մարդկային հայացքները պետք է ենթարկվեն Աստծո խոսքին, ոչ թե հակառակը։ Մենք պետք է հավատանք Սուրբ Գրքի խոսքերին, եթե ուզում ենք հավատալ Հիսուսի խոսքերին։ Եթե դուք Հովհաննես 8:31, եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Եթե մենք կասկածում ենք Աստծո խոսքին, նրա խոսքը չի կարող մնալ մեր մեջ։ Հովհաննես 10:2-48-49, ով ինձ անարգի ու իմ խոսքերը չընդունի, կամ մեկը, որ նրան կդատի այն խոսքը, որ ես խոսեցի, դա է դատելու նրան վերջին օրը, որտեղ ես ինքս ինձնից չեմ խոսել, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա է ինձ պատվիրել, թե ինչ պետք է ասեմ եւ ինչ պետք է խոսեմ։ Աստծո խոսքը լսելն ավելին է, քան տեղեկատվության пассив ընդունումը։ Դա նաեւ Աստծո կամքը կատարելն է նշանակում։ Եվ սա խոսքը լսելու ակտիվ արձագանքն է։ Հովհաննես 7:17, եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, նա կհասկանա, այս ուսուցուն Աստծուց է, թե ինքս ինձնից եմ խոսում։ Գիտեք, կա լսել է։ Եթե դու երեխա ունես, 2 երեխա, ինչպես Աստվածաշունչում գրված է, եւ ասում ես, գնա ես գործ արա, մեկ ասում է լավ, եւ թվաց թե լսեց ինչ ասեցի, բայց չգնաց եւ չարեց։ Մյուսն էլ կարող է ասել լավ եւ գնա եւ անի։ Հիմա ով դրանցից լսեց խոսքը։ Ինչ օգուտ, որ լսեց, չգնաց, չարեց։ Օգուտը եղավ նրան, ով որ լսեց, գնաց եւ արեց։ Խոսքը լսելը քիչ է։ Պետք է հավատալ եւ հնազանդվել։ Եվ Աստծո խոսքի լսելը եւ կատարելը նրա հանդեպ սիրո արտահայտություն է։ Հովհաննես 14:23։ Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի, եւ իմ Հայրը կսիրի նրան, եւ նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։
Կարդանք Հովհաննես 12 գլխի 32 համարը, Հովհաննես 12 32 Եվ երբ ես բարձրանամ երկնքից, բոլորին ինձ մոտ եմ ձգելու։ Սա ասում է Հիսուսը։ Ուրեմն, ինչպես տեսանք այս եռամսյակի դասերի ընթացքում, ամփոփենք, այս եռամսյակը Հովհաննեսի ավետարանը մեզ ձգում է դեպի Հիսուսը, սակայն միայն այն դեպքում, երբ մենք պատրաստ ենք ճանաչելու Աստծուն եւ կատարելու նրա կամքը։ Ավետարանի ողջ ընթացքում մարդիկ, որ հանդիպում են Հիսուսին կամ ընդունում են լույսը եւ աճում, կամ էլ մերժում են այն եւ կուրանում։ Նիկոդեմոսը, ջրհորի մոտ եկած կինը, թագավորի պաշտոնյան, Մարթը Բեթեսդայի ավազանում, 5000 հոգին, որ կերակրվեցին հացով ու ձկով, Հիսուսի եղբայրները, կրոնական առաջնորդները, ի ծնեկույր Մարթը, Մարիամը, Մարթան, Պիղատոսը, բոլորը հանդիպեցին եւ ընտրություն կատարեցին ճշմարտության ու լույսի վերաբերյալ, որ Հիսուսն էր բերել։ Ոմանք ընդունեցին եւ փրկվեցին, ոմանք մերժեցին եւ դատապարտվեցին։ Եվ հիշենք, Պիղատոսը խոսքով ընդունեց, բայց գործով չափածուցեց, որ ընդունել է։ Նույնը այդ 5000-ը, որ Աստված Հիսուսը կերակրել էր իրենց։ Նրանք ուզեցին թագավոր դնել Հիսուսին, որ իրանք քեֆ անելով ապրեն, Հիսուս իրանց ապահովի ամեն ինչով, իրանց թշնամիներից ազատի, բայց երբ որ տեսան, որ Հիսուսը դա չի անում, հիասթափվեցին եւ սկսեցին գոռալ խաչիր դրա։ Այո, այդ ամբողջի մեջ շատ մարդ կային, որ հենց այդ օրը օժնում էին Հիսուսի անունը եւ ուզում էին թագավոր դնել իրեն։ Իսկ հիմա գոռում են խաչիր, որտեվ Հիսուս իրենց ուզածը չարեց, որտեվ Հիսուս իրենց ձեռքին խամաճիկ չդարձավ։ Ամբողջը մի խամաճիկ է ուզում։ Մի մարդ, որ նստի ու կախարդական փայտիկի պես իրենց ուզածները անի։ Աստվածաբանությունը ներքևից սկսվում է մարդկային փաստարկներով, որոշելու եւ քննելու Աստծո գոյությունն ու էությունը։ Մարդկային տեսանկյունը թերի ընկած, նախապաշարված գերակայություն է ստանում Աստվածայինի Սուրբի կատարյալի ամենագետի հանդեպ։ Ներքևից եկած աստվածաբանությունը նպատակաուղղված է մարդկանց մոլորեցնելու, ինչպես դա արել է անցյալում, այնպես էլ կշարունակի անել ապագայում, երբ մարդկային իմաստությունը փնտրելով փոխարինել Աստվածայինը կփորձի կեղծ երկրպագություն ստիպել ողջ աշխարհում։ Այսինքն, մենք Աստվածաշունչը, երբ որ կարդում ենք, մենք չէ, որ պիտի քննարկենք, այսինքն ոչ թե քննարկենք, այլ մենք չենք, որ վերլուծում ենք, Աստծո խոսքն է, որ վերլուծում է մեզ մեր բնավորությունը, Աստծո խոսքն է, որ քննարկում է մեզ, Աստծո խոսքն է, որ հանդիմանում է մեզ, Աստծո խոսքը այդ ուժ ունի եւ այդ հեղինակությունը մենք չունենք, հեղինակություն Աստծո խոսքը քննարկելու եւ հանդիմանելու, քննադատելու, այդ դեպքում մենք մերժում ենք լույսը, ճշմարտությունը եւ հավիտենական կյանքը։ Վերջում կարդանք Հովհաննես 15 գլխից 1-ից 11 համարները։ Ինչ է ասում այստեղ Հիսուսը։ Ես եմ ճշմարիտ որդատունքը եւ իմ հայրը մշակն է։ Յուրաքանչյուր որդաճյուղ, որ ինձ վրա է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն։ Եվ յուրաքանչյուր պտղաբեր որդաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։ Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասացի։ Երբ որ որդից կտրում ես ճյուղը եւ դեն ես նետում, ինչ էլ չորանում է եւ պետք է կրակը գցես։ Ուրիշ բանի պետք չի կարող պտուղ բերել։ Մնացեք իմ մեջ, ես էլ ձեր մեջ, ինչպես որդաճյուղ ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որդատունքի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք,
եթե ինձ հետ չմիավորվեք։ Ես եմ որդատունկը, իսկ դուք ճյուղերը։ Ով ինձ հետ է միավորվում, իսկ ես նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որտեղ առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, նրան որդաճյուղի պես կնետեն եւ կչորանա, ապա այն կհավաքեն, կրակը կգցեն եւ կայրվի։ Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ կմնան, ինչ որ կամենաք խնդրեք, այն ձեզ կտրվի։ Իմ հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինեք։ Ինչպես հայրն ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի, մնացեք իմ սիրո մեջ։ Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ հոր պատվիրանները պահեցի եւ նրա սիրո մեջ եմ մնում։ Միթե հոր եւ Հիսուսի պատվիրանները տարբեր են։ Ոչ, դրանք նույն պատվիրաններն են։ Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի եւ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Ուրեմն գաղտնիքը Հիսուսի հետ կապված մնալն է։ Նա է Աստծո խոսքը, կյանքի հացը, աշխարհի լույսը, ոչխարների դուռը, բարի հովիվը, հարությունը եւ կյանքը, ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը եւ ճշմարիտ որդատունքը։ Աստվածության անձերը եւ նրանց խոսքը Աստվածաշունչը նման են մագնիսի։ Եթե չդիմադրենք, նրանք մեզ կձգեն դեպի իրենց։ Աստծո ձայնը խոսում է մեզ հետ նրա խոսքի միջոցով եւ շատ ձայներ կան, որ մենք կլսենք։ Սակայն Քրիստոսն ասում է, որ մենք զգուշանանք նրանցից, ովքեր կասեն Քրիստոսն այստեղ է կամ այնտեղ։ Այդ դեպքում ինչպես իմանանք, որ նրանք չունեն ճշմարտությունը, եթե ամեն ինչ չբերենք Սուրբ Գրությունների լույսի ներքո։ Միայն Սուրբ Գրքի մեջ է ճշմարիտ Հիսուսի կերպարը, ուրիշ ոչ միտեղ։ Մենք պետք է մեր սեփական տեսակետերը զիջենք նրանց, որ ներկայացված են Աստծո խոսքում։ Այլապես մենք չենք փոխվի։ Մինչև հիմա մենք ունեինք սկզբունքներ, որ սխալ պատկերացումներ, որ մանկությունից ի վեր ստացել ենք, հավաքվել է մեր մեջ։ Հիմա Աստվածաշունչը կարդում ենք եւ մենք պետք է վերադասավորենք մեր համակարգը, մենք պետք է հասկանանք մեր սխալները եւ թույլ տանք Աստծուն, որ մեզ օգնի շտկվել, արդար մարդ դառնալ։ Հիսուսը ամենքիս է ձգտվում։ Ինքը բացառություն չունի, ինքը տարբերություն չի դնում, բայց մարդիկ կան թույլ են տալիս, որ Հիսուս իրենց ձգի եւ գնում են այդ ձգմանը արձագանքում են։ Մարդիկ կան, որ դիմադրում են եւ չեն ուզում գնալ։ Սա է ամբողջ մեղքը մարդու եւ սա է մարդուն դատապարտության տանելու, որ լույսը ուզում է քաշել, ուզում է փրկել իրեն, բայց ինքը չի ուզում։ Աստծո հեռանկարն էապես տարբերվում է մարդկայինից, Աստված այն փոխանցում է իր խոսքի աստվածաչի միջոցով Սուրբ Հոգու զորությամբ։ Մեր ընտրությունն է, արդյոք մենք ցանկանում ենք քայլել խավարի մեջ, թե ընդունել լույսը, որ գալիս է Հիսուս Քրիստոսից, ինչպես հայտնված է խոսքում։ Այս ընտրության անբաժանելի մասը անձնապես հայտնվելն է Հիսուս Քրիստոսին, Աստծո որդուն եւ մարդկության փրկչին։ Սուրբ Հոգու զորությամբ Հայր Աստվածը հայտնել է իր անսահման սերը Հիսուսի կյանքի մահվան եւ հարության միջոցով։ Եվ մենք իմանում ենք Հիսուսի մասին, որովհետև նրա կյանքը, մահը եւ հարություն արձանագրված են Աստծո խոսքում։ Եվ վերջում կարդանք Դարի փակագից Էջ 143։ Աստծո հրեշտակներն անդադար շարժման մեջ են երկրից երկինք եւ երկնքից երկիր։ Քրիստոսն իր հրաշքները նեղվածների ու տարապյալների համար գործում էր Աստծո զորությամբ հրեշտակների ծառայության միջոցով։ Եվ Քրիստոսի շնորհիվ Աստծո ուղարկված օրհնությունները նույնպես հրեշտակների ծառայության միջոցով են հասնում մեզ։ Ուզենանք մենք դա ընդունել, դա թե չուզենանք, հավատանք թե չհավատանք, բոլոր օրհնությունները, որ գալիս են բոլոր մարդկանց համար, կապ չունի ով է այդ մարդը, գալիս են Հիսուսից եւ հրեշտակների միջոցով։ Մարդկային բնություն ընդունելով մեր Փրկիչն իր հետաքրությունները կապեց Ադամի ընկած որդիների եւ դուստրերի շահերի հետ, մինչդեռ իր աստվածային էությամբ նա ամուր կարճում է Աստծո գահից։ Այդպես մարդկանց եւ Աստծո միջև հաղորդակցությունը իրականացվում է միայն Քրիստոսի միջնորդությամբ։ Միայն մեկ աստվածամարդ կա ամբողջ տիեզերքում, դա Հիսուս Քրիստոսն է։
Միայն Աստվածամարդը կարող է միջնորդ հանդիսանալ Աստծո և մարդու միջև։ Աստված համաձայնեց դառնալ մարդ, որպեսզի ընկած մարդկային ցեղը փրկի։ Յուրաքանչյուր ներկայացուցիչ այս ցեղի այսօր Աստված հնարավորություն է տալիս, որ իրենք ճիշտ ընտրություն կատարեն եւ փրկվեն։ Որ երբ որ Սուրբ Հոգին իրենց հանդիմանում է, Սուրբ Գիրքը իրենց հանդիմանում է, մեզ հանդիմանում է, ընդունենք հանդիմանությունը, խոնարհվենք եւ ճիշտը գիտակցելով, խոնարհվենք Աստծո առաջ, խոնարհվենք Աստծո խոսքի առաջ, ոչ թե մարդկանց առաջ։ Դրա մասին չէ խոսքը։ Թող Աստված մեզ օգնի, որ այս սովորած դասերը մենք յուրացնենք եւ շաբաթվա մյուս օրերի ընթացքում իրագործենք մեր կյանքում։ Աստծո ողորմության մինչև մյուս շաբաթ։